Ես ունեցել եմ հրաշալի հղիություն եւ թե ֆիզիկապես, թե հոգեպես իմ հղիության շրջանը կյանքիս ամենագեղեցիկ շրջաններից մեկն է եղել։ Եվ ունեցել եմ բավականին բարդ ծննդաբերություն, ինչից հետո մամայության գաղափարը ինձ մոտ տոտալ փոխվել է։ Հետծննդաբերական շրջանս անցել է մի կողմից հասարակության ճնշման լիքը կետերի հաղթահարմամբ, մյուս կողմից հետծննդաբերական տխրությամբ եւ հոգեկան առողջության հետ կապված անհանգստություններով, որոնք որ ինձ մոտ գոնե դեպրեսիայի ախտորոշում չեն ունեցել։ Եվ անցավ ինչ-որ ժամանակ, քանի որ ես ֆեյսբուքյան խմբերում բավականին ակտիվ եմ, մամայական խմբերում, ես որոշեցի պատմել ծննդաբերությանս պատմությունը եւ մի մեծ գրառում արեցի, թե ինչպես սկսվեց, օրը ոնց անցավ, ինչ ապրումներ եմ ունեցել։ Ինչից հետո բազում մարդիկ արձագանքեցին, ովքեր որ ապրումակցող նամակներ էին գրում, մեկնաբանություններ էին անում, բայց ուզում եմ խոսել այն մասին, որ ինձ գրեցին հարյուրավոր կանայք իրենց ծննդաբերության պատմությունները եւ նրանք խոսում էին ինձ հետ այդ թեմայի մասին առաջին անգամ, այսինքն մինչ այդ պահը իրենց ընտանիքում, իրենց ընկերների մոտ, իրենց միջավայրում չէին ունեցել կոմֆորտի այն զգացողությունը, որ խոսեն իրենց կյանքի ամենացավոտ թեմաների մասին եւ պատմեն, թե ինչ ապրումներ ունեն։ Ինձ համար իրոք ապշեցնող էր դա, որովհետեւ իմ բախտը բերել է գուցե, որ ես խոսել եմ թե իմ ընկերների հետ, թե իմ ընտանիքի հետ եւ իմ կարծիքով հարաբերությունների լավագույն ֆորմատն է դա, որ մենք խոսենք հենց այդ թեմաների մասին։ Եվ սա բերեց ինձ մի կետի, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ որ հարյուրավոր կանայք նախընտրում են անծանոթ մեկի հետ խոսեն այդ մասին, փոխարենը չեն գտնում այդ խաղաղությունը խոսելու իրենց մտերիմների հետ։ Էլ չեմ խոսում, որ խնդիրը նա է, որ այդ ամենը բերում է մասնագետին չդիմելու մի մեծ խնդրի։ Եվ հետծննդաբերական դեպրեսիա ապրող կանայք, ովքեր որ իրենց բոլոր սիմպտոմները նկարագրելով ակնհայտ էր, որ իրենք ապրել են այդ ամենը, իրենք չեն դիմել մասնագետի, որովհետև ամոթ է, որովհետև թանկ է, որովհետև մենք ապրում ենք Հայաստանում։ Եվ կարծում եմ, որ մենք այստեղ ունենք այնպիսի մեծ ու արմատացած խնդիր, որ անհատների, ժամանակի, այլ փոքր կազմակերպությունների միջոցով մենք չենք կարող հասնել այդ խնդրի գոնե մի քիչ բարելավման։ Ու կարծում եմ, որ պետական համակարգը, առողջապահական ոլորտը պիտի նախաձեռնի որևէ քաղաքականություն, որպեսզի հետծննդաբերական կամ հղիության շրջանում գտնվող կանայք, ինչպես ունեն իրենց հղիությունը հսկող գինեկոլոգի, այնպես էլ պիտի ունենան հոգեբանի, հոգեկան առողջության մասնագետի, ով իր հետ անցնելու է ճանապարհը, որովհետև հորմոնալ են տատանումները, որ մենք արյան անալիզով կարող ենք պարզել, դրանք շատ տեսանելի են մասնագետների կողմից։ Ցավոք հոգեկան առողջության առնչվող խնդիրները այդքան տեսանելի չեն, բայց իրենք նույնչափ կազմաքանդող կարող են լինել, մանավանդ հետծննդաբերական շրջանում գտնվող շատ փխրուն հոգեկան առողջություն ունեցող կանանց համար։ Կարծում եմ ինձ համար իդեալական տարբերակը կլիներ, որ մեր հասարակությունում, չգիտեմ, որքան ժամանակ անց, հղիության ողջ ընթացքում մենք ունենանք մեր կողքին այդ մասնագետին, ում հետ այդ ճանապարհը անցնենք եւ վստահ եմ, որ դա կնպաստեր, որ շատ խնդիրներ չլինեին, որովհետեւ ինչ եմ ասում, որ շատ խնդիրներ, որովհետեւ անգամ հոգեբանի հետ աշխատելիս, ծննդաբերությունը կամ հղիությունը բերում է նրան, որ դու էլի առնչվես այդ մարտահրավերներին, բայց գոնե մենք չենք ունենա այս պատկերը։ Ու 5 տարի հետո, երբ որ ֆեյսբուքյան խմբում որևէ կին գրառում աներ ինձ նման, չէր ստանա
հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ պատմեն իրենց պատմությունները առաջին անգամ ու մի հատ էլ ցավ ապրում նրա մասին, որ մինչև այդ պահը առիթ չեն ունեցել, միջավայր չեն ունեցել, որտեղ խոսեն այդ մասին։